Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մեր հաղորդաշարի գիտական խորհրդատու, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Հովիկ Գրիգորյանը ձեզ է ներկայացնելու 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայաստագրական շարժման երևելի գործիչներից մեկին, Արմեն Գարոյին, Գարեգին Փաստերմաջյան, անձնավորություն, ում անունը ավելի շատ հեռուստադիտողին հայտնի է իբրև Նեմեսիս գործունեության համար նախապատրաստական մեծ աշխատանք կատարած անձնավորություն, լինելով իբրև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, նախապատրաստել է Նեմեսիս գործողության համար նյութական միջոցների հայթայթումը, բայց միայն սրանով չէ, որ աչքի ընկել այս գործիչը, հայտնի է նաև օրինակ դեռևս 1905-6 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ կազմակերպած իր աշխատանքով, որ պաշտպանի հայ բնակչությանը եւ նաեւ դրանից առաջ իր տարբեր գործողություններով։ Այսպիսով, այսօր խոսելու ենք Արմեն Գարոյի մասին։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի եւ ընդհանրապես հայ հասարակական քաղաքական շարժման ակնառու դեմքերից մեկը Արմեն Գարոն է, բուն անունով Գարեգին Փաստերմաջյան։ Արևմտահայ է եւ նրան տիպական է, նրա կենսագրության տիպական է արևմտահայության ընդհանուր ճակատագիրը։ Երբ նայում ենք Արմեն Գարոյի կենսագրությունը, ինչն է ուշագրավ, որ թեև Էրզրումցի բարեկեցիկ ընտանիքի զավակ էր, ընտանիք, որը կարծեք թե սոցիալական, տնտեսական խնդիրներ չուներ, բայց այդ ընտանիքը իր վրա կրել է Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ կիրառված բռնությունների գրեթե բոլոր տարբերակները։ Շատ հետաքրքիր կենսագրություն ունի, անգամ իր հայրական տատը, որին նա մեծ սիրով Կոկո էր անվանում, անցել էր մի ճանապարհ, որ շատ տիպական էր արևմտահայ աղջիկներին, այսինքն ենիչերների կողմից այսպես գերվելու, բռնությամբ տարվելու վտանգներ, որը նրա ծնողներին հարկադրել էր իրենց դեռատի աղջկան այդ վտանգից փրկելու համար ուղարկել Էրզրում Փաստերմաջյանների մեծահարուստ ընտանիք, որտեղ էլ նա ապահով պայմաններում մեծացավ եւ դարձավ այդ ընտանիքի առաջնեկ զավակի Խաչատուրի կինը։ Եվ այդ ամուսնությունից է, որ պետք է ծնվեին Փաստերմաջյանների հաջորդ սերնդի արական ներկայացուցիչները, որոնցից մեկը Արմեն Գարոյի, Գարեգին Փաստերմաջյանի հայր Հարություն Փաստերմաջյանն էր, Էրզրումում շատ ճանաչված մեծահարուստ մի մարդ, ով Էրզրումի հայ հասարակական կյանքի ակտիվ գործիչներից մեկն էր եւ ինչու՞ չէ նաեւ անհրաժեշտ պահին հայի արժանապատվությունը պաշտպանելու ձգտումներ դրսևորած անձանցից մեկն էր։ Այդ ընտանիքում է, որ 1872 թվականի փետրվարի 9-ին լույս աշխարհ է գալիս մի երեխա, որին դեռևս ծնունդից առաջ գուշակները գուշակել էին բավականին բարդ ճանապարհ, կենսագրություն, բայց նաև մեծ անվանում։ Սա հետաքրքիր պատմություն է, կապված իր տատի հետ, որը փորձել է գնչուի գուշակություն ստանալ եւ գնչու աղջիկը նույն օրը երկու գուշակություններ արել։ Մեկը տատի համար, մեկը մոր համար, որը սպասում էր իր զավակին։ Տատի համար գուշակությունը ծանր էր։ Գնչուն գուշակել էր նրա ամուսնու մոտալուտ մահը, ինչը եւ շատ կարճ ժամանակ անց տեղի ունեցավ, որովհետեւ Խաչատուրը Արմեն Գարոյի պապը քիչ ժամանակ անց նրա ծնվելուց քիչ առաջ սպանվեց թուրքերի կողմից։ Գնչուն ծնվելիք երեխայի համար գուշակել էր փայլուն ապագա, հանրաճանաչ դեմ դառնալու ապագա եւ սա է ուշագրավ, որ ամբողջ ընտանիքը սկսած տատից
Նաև մյուսները նոր ծնված երեխային պահում էին մեծ գուրգուրանքով եւ ամեն կերպ կարծեք թե նախապատրաստում էին նրա այսպես ապագան, որը կարծեք թե նրան փառք էր խոստանում։ Բաստերմաջյանների ընտանիքը 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Արմեն Գարոն ժամանակ Գարեգինը ընդամենը մի քանի տարեկան էր, 5-ից 6 տարեկան էր, ականատես տեղավ ռուսական բանակի կողմից Էրզրումի գրավման գործողությանը 1878 թվականի սկզբներին, եւ սա այն ընտանիքն է, որ իր հարկի տակ հյուրընկալել էր ռուսական բանակի մեծահռչակ հայազգի զորահրամանատարներին գեներալ Միքայել Լորիս Մելիքովին, Հովհաննես Լազարևին եւ այլ բարձրաստիճան զինվորականների։ Այսպիսի ծանոթությունը ռուսական բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմի հետ, հրամանատարական կազմի հետ նաև բերել էր Արմեն Գարոյի կյանքի համար մի հետաքրքիր էպիզոդ, երբ ռուս գեներալներից մեկը, որը Արմեն Գարոյին փրկվել էր կենցաղային մի դիպվածով, պարզապես աղաչում էր նրա ծնողներին, փոքրիկ երեխային հանձնել իրեն, որովհետև ինքը զավակներ չուներ, ցանկանում էր որդեգրել Գարեգինին, նրան տանել Ռուսաստան եւ նրա համար խոստանում էր պայծառ ապագա ռուսական կայսերական այսպես պալատում։ Բայց չնայած այս գործընթացները տևեցին տարիներ եւ գեներալը անգամ Ռուսաստանից մի քանի անգամ փորձեր կատարեց ի վերջո ստանալ իր սիրտը շահած երեխային, այնուհանդերձ հատկապես հայրական տատի համառ դիմադրության պայմաններում Գարեգինը մնաց հայրական ընտանիքում եւ այստեղ էլ ստացավ իր դաստիարակությունը։ Սկզբնական ճանապարհը Արմեն Գարոն սովորել է Էրզրումի Սանասարյան վարժարանում։ Վարժարան, որը 19-րդ դարի վերջին տասնամյակների արևմտահայկյանքի կարևոր կրթօջախներից մեկն էր, թեև ինքը Արմեն Գարոն առանձնապես ավելի ուշ հասուն տարիքում սիրով չի արտահայտվել վարժարանի մասին, որովհետև այնտեղ եղած սակավաթիվ ուսուցիչների կողքին, ում նա հավանում եւ պաշտում էր, կային նաեւ մարդիկ, ովքեր նրա վրա թողել էին վատ տպավորություն եւ այդ վատ տպավորություն թողնողներից մեկը հետագայում պետք է դառնալ նաեւ իր մրցակիցը Օսմանյան խորհրդարանի ընտրությունները։ Խոսքը Հովսեփ Մանդաթյանի մասին է, որը պատահական մարդ չէր Բաստերմաջյանի համար, ամուսնացած էր Արմեն Գարոյի հորաքրոջ հետ, բայց Սանասարյան վարժարանի պահպանողական ուսուցիչներից մեկն էր, թուրքական վարչակարգի հավատարիմներից մեկն էր, որը վարժարանում ամեն կերպ աշխատում էր աշակերտների շրջանում մարել ազատասիրական, ազատագրական ձգտումներ։ Եվ այդպիսի մի դիպվածով էլ Արմեն Գարոն դեռ 16 տարեկան հասակում, խոսքը 1889 թվականին է, առաջին անգամ լրջորեն դրսևորում է իր որպես հայի անձնական հատկանիշները, որոնք հետո տիպական պիտի դառնային նրա համար։ Երբ իր տրապիզոնցի ընկերոջ հետ, Հովհաննես անունով ընկերոջ հետ, որը տրապիզոնից վերադարձել էր փոքրիկ մի ատրճանակով, զբաղված էին ատրճանակը քանդել հավաքելով, սա առաջին այսպես քայլն էր, այսպես ասած զենքի հետ ծանոթանալու ճանապարհին, հայտնաբերվում են Մադաթյանի կողմից, ուսուցչի կողմից, ուսուցիչը չի նկատում Հովհաննեսին, տրապիզոնցի Հովհաննեսին, հստակ ճանաչում է Արմեն Գարոյին եւ համառ ճնշում է գործադրում 16-ամյա պատանու վրա, պահանջելով որպեսզի նա մատնի իր հետ եղած ընկերոջը։ Արմեն Գարոն համառում է եւ այստեղ է որ արժանանում է առաջին լուրջ պատիժներին, որ տևում է ոչ թե ժամեր, այլ տևում է օրեր եւ նույնիսկ 2 շաբաթ է տևում։ Այս պատիժների պայմաններում անգամ 16-ամյա Գարեգինը չի կոտրվում եւ համառորեն նա պնդում է, որ ինքը մենակ է եղել, իր հետ որևէ մեկը չի եղել, այն նույնիսկ այն պահին, երբ նրան կանգնեցնում են վարժարանից հեռացնելու փաստի առաջ, սպառնում են, որ կհեռացնեն, նա հայտարարում է, որ ինքը հեռանում է վարժարանից, բայց իր հետ մարդ չի եղել։ Եվ այստեղ է որ տեղի ունենում շատ հետաքրքիր մի իրադարձություն, ամբողջ դասարանը, որը մոտ 2 շաբաթ ականատես էր այս իրադարձությանը, վեր է կենում դասարաններից եւ հայտարարում է, որ իրենք էլ Գարեգինի հետ լքում են դասարանը, իրենք էլ սովորելու խնդիր չունեն։ Եվ սա է որ Արմեն Գարոյին փրկում է եւ նա ի վերջո մնում է վարժարանում եւ ավարտում է ուրեմն վարժարանը։ 1891 թվականին Արմեն Գարոն ավարտում է Սանասարյան վարժարանը, այսինքն ստանում է ժամանակի համար
Էրզրումի միջավայրի համար ոչված կրթություն, միջնակարգ մակարդակի կրթություն, հետագա 3 տարիները նա ավելի շատ զբաղված է ճանաչողական, այսպես գործընթացներով, այցելություններ է կատարում տարբեր վայրեր, Տրապիզոն, Կոստանդնուպոլիս, Մուշ եւ Արևմտյան Հայաստանի այլ վայրեր, զբաղվում է տարբեր գործերով, զբաղվում է հրացանաձգությամբ, որսորդությամբ, այն ինչ իր տարիքի երիտասարդների համար բնականաբար շատ հաճելի է, բայց ի վերջո այս շրջանում է, որ նրա մոտ առաջանում է մի գաղափար։ Ձեռք բերել մի ֆերմա, դառնալ ֆերմայի տեր եւ զբաղվել սեփական տնտեսություն վարելով։ Սա իր ամբողջ կյանքի մեծագույն երազանքն է եղել ստեղծել սեփականը եւ վարել սեփական տնտեսություն իր ուժերով։ Հենց այս հանգամանքն է, որ պատճառ է դառնում, որ Արմեն Գարոն հոր համաձայնությունը ստանալով, որը դեմ չէր որդու ծրագրերին, սա պետք է պարզ ասել, մեկնում է Ֆրանսիա, ընտանիքի բարեկեցությունը դա թույլ էր տալիս եւ ընդունվում է Ֆրանսիայում Նանսի գյուղատնտեսական դպրոց։ Այսինքն փորձում է մասնագիտանալ գյուղատնտեսության բնագավառում, ակնկալելով, որ ապագայում ֆերմա կստեղծի եւ այսպես կզբաղվի ֆերմերային տնտեսությամբ։ Բայց Ֆրանսիայում նրան ճակատագիրը այլ ճանապարհ էր, այսպես պայմանավորել, որովհետեւ նրա Նանսիում սովորելու շրջանում է, որ սկսում են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային, այսպես ոչնչացման գործընթացը։ Սուլթան Աբդուլհամիդի կազմակերպած զանգվածային ջարդերը եւ բնականաբար Ֆրանսիայում գտնվող Արմեն Գարոն Գարեգինը իր հասակակից հայերի նման անտարբեր չէր կարող մնալ այդ դեպքերի նկատմամբ եւ երիտասարդների միջավայրում բնականաբար առաջ է գալիս գաղափար օգտակար լինել հայրենիքին։ Հատկապես 1895 թվականի աշնանը, երբ Ֆրանսիային հասնում Զեյթունում սկսված հայերի ապստամբության վերաբերյալ տեղեկությունները, Նանսի գյուղատնտեսական դպրոցում սովորող 2 տասնյակից ավելի հայ երիտասարդներ որոշում են, ժողով են գումարում, որոշում են օգտակար լինել հայ ժողովրդին եւ նպաստել Զեյթունի ազատագրական պայքարին։ Իսկ պատմելով մեծ է լինում հիասթափությունը, երբ երկրորդ ժողովում 2 տասնյակից ավելի մարդկանցից կեսից շատը արդեն չկա, իսկ արդեն հաջորդ հավաքում արդեն մնում են 4 հոգի, այսինքն եղածներից ընդամենը 4-ն են, որ հավատարիմ են մնում իրենց խոստմանը եւ որոշում են անպայման քայլեր ձեռնարկել Զեյթուն հասնելու եւ զեյթունցիների պայքարի միանալու համար։ Այստեղ նա ստանում է առաջին քաղաքական, այսպես ասենք, հիասթափությունը, որովհետեւ դիմելով Լոնդոնում գտնվող հնչակի խմբագրությանը, երբ ցանկություն են հայտնում մեկնելու Զեյթուն, մասնակցելու զեյթունցիների պայքարին, խմբագրությունը տալիս է պատասխան, որ Զեյթունը փակ է եւ որևէ հնարավորություն չկա Զեյթուն անցնելու։ Բայց եթե ցանկանում են դրամական օժանդակություն ցույց տալ, ապա իրենք պատրաստ են այդ օժանդակությունը հասցնել Զեյթուն։ Եվ երիտասարդների համար տարօրինակ էր, որ եթե Զեյթունը փակ է մարդկանց առաջ, դրամը ինչպես պետք է հասնել Զեյթուն։ Ասա առաջին հիասթափությունն էր, որ նա պարզ հայտարարում է, այսպես քաղաքական մի ուժից, որից հետո կապ են հաստատում Ժնևում գտնվող դրոշակի խմբագրության ներկայացուցիչները, եւ այստեղ է, որ 2 գործիչներ, Հովանես Յուսուֆյանը եւ Հոնան Դավթյանը, երիտասարդներին առաջարկում են ժամանել Ժնև անձամբ խորհրդակցելու եւ մտածելու նրանց անելիքների մասին, եւ այս հանդիպումը Արմեն Գարոյի ճակատագրական դեր է խաղում, որովհետեւ իր կողքին նա ուներ տրապիզոնցի Հայկ Թիրակյանը կամ Հրաչ Թիրակյանը, դաշնակցության մեջ հետագայում շատ նշանավոր մի գործիչ է, մեծ Եղեռնի զոհերից մեկը, որը ի սկզբանե դաշնակցական էր, բայց Արմեն Գարոն մինչև այս շրջանը համառորեն մերժում էր ընկերոջ առաջարկը մտնելու դաշնակցության շարքերը։ Ժնևում դաշնակցական գործիչների հետ հանդիպումը Արմեն Գարոյի մոտ առաջ է բերում դրական տպավորություն։ Եվ ընկերները որոշում են մասնակցություն բերել ազատագրական պայքարին։ Հրաչ Թիրակյանը մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ դաշնակցական գործիչները հայտարարում են, որ իրենք պատրաստում են խոշոր, այսպես մի ակցիա, վրեժխնդրական բնույթի ակցիա, Արմեն Գարոն դեռ ցանկություն ունի մեկնելու Զեյթուն, օգնելու զեյթունցիներին։ Եվ ընկերների ճանապարհը այս պահին կարճ ժամանակով բաժանվում է, Արմեն Գարոն ժամանում է Եգիպտոս, փորձում է Եգիպտոսից ապահովել իր Կիլիկիա, այնտեղից Զեյթուն անցումը, այստեղ հաջողություններ չի լինում, հետո որոշ ժամանակ անց է կացնում Կիպրոսում,
որտեղ իր շուրջը համախմբում է մի խումբ երիտասարդների, որոնք նրա հետ միասին պետք է մտնեին Կիլիկիա եւ այսպես մասնակցություն բերեին ազատագրական զինված պայքարին, բայց արդեն 1896 թվականի մարտ ամսվա վերջերին Արմեն Գարոն համոզվում է, որ Զեյթունի դեպքերի ավարտից հետո, իսկ փետրվարի սկզբներին արդեն Զեյթունում սկսած ապստամբությունը ավարտվել էր եւ կնքվել էր համապատասխան այսպես մի համաձայնագիր, Զեյթունի Կիլիկիա եւ Զեյթուն մի ռազմական ջոկատով մտնելը նշանակում է տեղի հայությանը կոտորելու այսպես առիթ տալ թուրքական իշխանություններին։ Հրաժարվելով այդ գաղափարից նա ի վերջո որոշում է մտնել Կոստանդնուպոլիս եւ մասնակից դառնալ այն ձեռնարկին, որը պետք է լիներ Համիդյան զանգվածային ջարդերի զոհերի համար վրեժխնդրական ակցիա եւ որը նաեւ պետք է ունենար մի կարևոր լուծելի խնդիր Եվրոպայի մեծ պետությունների ուշադրությունը հրավիրել հայկական բարենորոգների խնդրի վրա եւ պարտադրել տալ սուլթանին իրականացնելու 1895 թվականի բարենորոգների մայիսյան ծրագիրը։ Այս դեպքերով պայմանավորված մի կարճ ժամանակ հանգրվանելով Հունաստանի տարածքում եւ ստանալով Պոլսից համապատասխան ուրեմն լուրը, որ ձեռնարկը պատրաստված է արդեն իրականացնելու համար, Արմեն Գարոն օգոստոս ամսին նավով մեկնում է Կոստանդնուպոլիս, արդեն Հունաստանից է մեկնում Կոստանդնուպոլիս եւ այնտեղ հասնում է նշանավոր Օսմանյան դրամատան գրաման ձեռնարկից մի քանի օր առաջ մասնակցություն է ունենում այդ ձեռնարկի նախապատրաստման վերջին գործողություններին։ Այս շրջանում է, որ Արմեն Գարոն ըստ էության արդեն կարծեք մենք տեսնում ենք հայտնվում է դաշնակցություն կուսակցության շարքերում եւ արդեն իսկ հանդես է գալիս որպես դաշնակցական գործիչ, որովհետեւ այն փորձերը, երբ նրան փորձում են 1894 թվականից դաշնակցական համարել, այդքան արդարացված չէ, ինքն իսկ իր հուշերում հետագայում խոսում է այս շրջանում իր գաղափարներում տեղի ունեցած բեկման մասին։ Թեև միաժամանակ ինքը Արմեն Գարոն պարզ հայտարարում էր, որ բոլոր դեպքերում ինքը դառնալով դաշնակցական դեմ էր այսպես կոչված սոցիալիստական գաղափարներին, այդ իզմերին եւ որպես արևմտահայ ինքը ավելի կարևորում էր, որ քաղաքական կուսակցությունը զբաղվի բացառապես արևմտահայության ազատագրման խնդիրներով։ Օսմանյան դրամատան գրաման ձեռնարկը, որը տեղի ունեցավ 1896 թվականի օգոստոսի 14-ին կամ 26-ին, տոմարների տարբերությունն է բնականաբար, Արմեն Գարոյի կենսագրության մեջ շրջադարձային պահն է։ Գարոն պետք է լիներ այդ ձեռնարկի, եթե ոչ շարքային, ամենայն դեպս ոչ գլխավոր դերակատարը։ Ինքը ուներ հանձնարարություն բնականաբար, որովհետև Ֆրանսիայում սովորելով տիրապետելով ֆրանսերենին, նրան հանձնարարված էր բանկը գրավելուց հետո պարզապես թույլ չտալ բանկի տարածքից պաշտոնյաների հեռանալը եւ բանկում գտնող այցելուների հեռանալը, նրանց պետք է հավաքեր մի տեղում, որպես պատանդներ, որոնց պիտի օգտագործեին իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։ Սա էր իր նախնական իր վրա դրած խնդիրը։ Թե մինչև բանկ մտնելը նա զբաղվել էր նաև ռումբեր լցնելով, ռումբեր փոխադրելով, որտեղ այս ձեռնարկը նաև նշանավորվում է նրանով, որ առաջին անգամ Օսմանյան կայսրության պատմության մեջ Կոստանդնուպոլսում հայ հեղափոխականների կողմից 2-3 օրվա ընթացքում պայթեցվել են մի քանի 100 ձեռնառումբեր, տռնակներ եւ սրանց պատրաստման տեղափոխման գործում ինքը Գարոն վերջին օրերին կարևոր մասնակցություն ունեցել։ Բայց երբ տեղի ունենում բանկի գրաման ձեռնարկը, բնականաբար ամեն ձեռնարկ միշտ չէ, որ 100% հաջողություն է ունենում եւ նախատեսվածը իրականանում է, տեղի ունենում նաեւ չծրագրված բաներ։ Նախապես, այսպես պատկերացված 70 հոգու փոխարեն ի վերջո ձեռնարկին անմիջական մասնակցություն ունենում են ընդամենը 26 հոգի։ Այսինքն մարդկանց մի խումբ, հիմնականում արևմտահայ, այսպես ասենք, սևագործ մշակներ, որոնց շրջանում մեծ աշխատանք էր տարված, վերջին պահին խուսափում են մասնակցություն ունենալ ձեռնարկին եւ ընդամենը 26 հոգի է, որ մտնում է բանկ, փորձում է գրավել Կոստանդնուպոլսի կենտրոնում գտնող այն կառույցը, որը համարվում էր միջազգային տնտեսական կառույց, քանի որ Օսմանյան բանկի ֆինանսները գլխավորապես ֆրանսիական կապիտալի այսպես ֆինանսներ էին եւ բնականաբար բանկը ինքը միջազգային ֆինանսական հաստատություններ նաեւ համարում եւ պիտի առաջ բերեր միջազգային մեծ հնչողություն։ Ձեռնարկը բազմաբնույթ էր, մի քանի բաներ նախատեսված
հարձակում Սամաթիայում գտնող թուրքական զորանոցի վրա, վարչապետի կարգի պայթեցում եւ վարչապետին սպանել, մեծ վեզիրի սպանություն, այլ այսպես ձեռնարկներ, բայց ի վերջո հնարավոր է լինում հաջողությամբ իրականացվել բանկի գրավման ձեռնարկը, որտեղ Սամաթիայում էլ հայերը ավելի շատ ոչ թե հարձակում են զորանոցի վրա, այլ այնտեղ գտնող մի խումբ հայեր ավելի շատ 18 ժամ ստիպված են եղել պաշարված վիճակում պաշտպանվել ոստիկաններից եւ զորքերից, քանի որ նրանց այսպես տեղաշարժը աննկատ չէր մնացել եւ իշխանությունները կանխել էին նրանց հարձակումը զորանոցի վրա։ Բանկի գրավման ժամանակ տեղի ունենում անսպասելին սպանվում է ձեռնարկի գլխավոր կազմակերպիչը եւ ոգին Բաբկեն Սյունին, Պետրոս Փարյանը։ Եվ նրա սպանությունը էապես փոխում է Արմեն Գարոյի կարգավիճակը։ Մարդ, որը սկզբում ճիշտ է բանկի այսպես գրավման կարևոր դեմքերից մեկն է, բայց գլխավորը չէ, հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակի պայմաններում ստիպված է լինում իր վրա վերցնել գործի ամբողջ պատասխանատվությունը եւ ղեկավարությունը։ Եվ կարողանում է բանկը գրավողներին հանդարտեցնել, կազմակերպել նրանց կողմից բանկից դուրս գտնվող ոստիկաններին, թուրքական ուժերի դեմ դիմադրության կազմակերպումը, նաեւ պաշտոնյաներին, բանկում գտնվող պաշտոնյաներին եւ այնտեղ այցելուներին, որոնք պատանդ էին մնացել, հավաքել տարբեր սենյակներում, ապահովել նրանց անվտանգությունը եւ ամենագլխավորը, որ նա կատարում է, սա շատ հետաքրքիր բան է, Արմեն Գարոն ի սկզբանե փորձում է բացառել բանկում գտնվող հսկայական միջոցների կանխիկ դրամի թեկուզ մեկ այսպես լումայի վերցնելը բանկը գրավողների կողմից։ Այսպես ասեմ, սա հետագային այն դեպքն է, որ շատ մեծ տպավորություն է թողել եւ ժամանակին արդեն դեպքերի շատ թարմ տպավորության տակ միջազգային մամուլը արձանագրում է այդ փաստը, որ բանկը գրավողները ոչ թե սովորական ավազակներ էին, այլ գաղափարական երիտասարդներ էին, որոնք այն գրավել էին իրենց ժողովրդին խնդրին մի դրական լուծում տալու համար։ Բանկի գրավումը բնականաբար մեծ շփոթություն է առաջ բերում։ Բանկը գրավող երիտասարդներին այն գաղափարն էին ներարկել որոշ գործիչներ, որ բավական է բանկը գրավել, որ Բերլինի պայմանագիրը ստորագրած 6 պետությունները իրենց ուրեմն զորքերը ռազմանավերից դեսանտիչեցնեն եւ գրավեն պոլիսը ստիպեն թուրքական իշխանություններին իրականացնել բարենորոգումների ծրագիրը։ Մինչդեռ բանկի գրավումը ցույց տվեց, որ նման մտադրություն բնավ չկա։ Միգուցե դա կարող էր տեղ ունենալ, եթե Աբդուլ Համիդի առաջին պահին, զայրացած պահին տված հրամանը կատարվեր, նա կարգադրել էր թնդանոթներով ռմբակոծել բանկը եւ ավերակների վերածել, բայց այստեղ է, որ Աբդուլ Համիդին կարծեք օգնության է գալիս ռուսական դեսպանատան պատասխանատու գործիչներից մեկը Մաքսիմովը, որը սուլտանին համոզում է հրաժարվել այդ գաղափարից եւ խոստանում է իր վրա վերցնել բանկը գրավողների հետ բանակցություններ վարելը եւ իրավիճակի կարգավորումը։ Ըստ որում բանկը գրավողները նաեւ մի բացի նրանից, որ Կոստանդնուպոլսի Դաշնակցության կենտրոնական կոմիտեն հայտարարություններ տվել, բանկը գրավողները փաստորեն նաեւ իրենց կողմից թուրքական իշխանություններին սպառնում էին, որ եթե սա չկատարվի, ապա իրենք կպայթեցնեն բանկը։ Սա էլ ասեմ, որ այսպես պարզապես սպառնալիք էր, որը նրանք հետո չկատարեցին։ Թե ինչու չկատարեցին, դա այլ խնդիր է, պարզապես մանրամասների մեջ շատ չեմ մտնում։ Ի վերջո հայ հեղափոխականները հասկանալով, որ չի լինելու միջամտությունը, իսկ իրենց մնալը պարզապես Կոստանդնուպոլսում նաև ջարդերի առիթ է տալու եւ որևէ երաշխիք չի լինելու, ընդունում են Մաքսիմովի առաջարկները, որը հանդես էր գալիս Բերլինի պայմանագիրը ստորագրած Անգլիայի եւ Ֆրանսիայի նաեւ դիվանագետների անունից, եւ նա էլ պատվով խոսք է տալիս, որ բանկը գրավողներին ազատորեն թույլ են տալու հեռանալ Կոստանդնուպոլից դեպի Եվրոպա։ 14 ժամվա պայքարից հետո բանկը գրավողները հուսախաբության րոպեներ ապրելով դուրս են գալիս բանկից, հեռանում են բանկից, տեղափոխում են ֆրանսիական նավերից մեկը, նույն օրը ֆրանսիական Ժիրոն չոքենավը բանկը գրաված չվիրավորված եւ ողջ մնացած 17 հոգու հեռացնում է Կոստանդնուպոլից։ Եվ անցան Եվրոպա, թեև այստեղ էլ ֆրանսիացիները էլի լավ չվարվեցին, բացի երկու հոգուց Արմեն Գարոյից եւ Հրաշք Թիրաքյանից, որոնք ուսանողներ էին, մյուսներին պարզապես թույլ չտվեցին Ֆրանսիայում դուրս գալ եւ նրանց ուղարկեցին
ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ ինչպես խոստացել էին, այլ ուղարկեցին Արգենտինա եւ նրանք բավականին բարդ այսպես պայմաններում անցկացրեցին այդ ժամանակահատվածը, մինչև տարբեր ճանապարհներով ի վերջո հնարավորություն ունեցան վերադառնալու Եվրոպա, մի մասը նաև Արևմտյան Հայաստան, ոմանք հետո նաև դարձան մեր ազատագրական պայքարում հայտնի, ասենք, դեմքեր։ Այսպիսով մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված Արմեն Գարոյին մոտեցավ ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։